Այսինքն խոսվում է այդ մասին ամեն դեպքում, որ առնվազն այն պայմանավորվածությունը, որ տևական ժամանակ ձեռք է բերված, երրորդ երկրների համար սահմանը բացել, ի վերջո կյանքի կկոչվի։ Կարող եք հայտնել դրա վերաբերյալ կա արդեն հստակ ինչ-որ ժամկետ, որ իսկապես դա տեղի կունենա։ Դուք ճիշտ եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջան անցակետը, եւ ովքեր որ չգիտեն, Ալիջանը այսինքն մեր կողմից Մարգարայի անցակետն է, իրենց կողմից Ալիջանի, ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Բայց նույնիսկ ժամկետները ես թույլ տվեք հիմա բան չասեմ, որովհետև ես ուզում եմ հայտնել որևէ բան, երբ որ դա տեղի ունենա։ Այսինքն կա պայմանավորվածություն, որ պայմանավորվածություն կա դեռ 2022 թվականից, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագրեր գրող անձանց համասահման բացվի, այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ որ ժամանակը լավ, մի հարց ժամկետների մասով չէ, բայց ազդակները կամ գործընթացը գնում է դեպի արագ այդ հարցի կարգավորման, այսինքն միայն կասեմ այն, որ հրապարակային է եւ տեսել եք, որ թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Պարոն Ռուբինյան, ինչպես եք վերաբերվում կամ ինչպես եք գնահատում այն լավ ասած։ Էրդողանը ասում էր, որ տարվա սկիզբ 2026 թվականի սկզբին խորհրդանշական քայլեր են լինելու, դուք այս տրամաբանության մեջ եք տեսնում եւ ավելին չպետք է սպասել Սավանների բացումին։ Ես ուղղակի հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, ոչ թե որովհետեւ ինչ որ թաքցնելու բան ունեմ կամ չեմ ուզում ձեզ ինֆորմացիա տալ, այլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ որ բան լինի, այդ ժամանակ հայտարարել։ Ես չեմ ուզում որևէ կերպ գործընթացներին վնաս տալ։ Մի րոպե թեման քայլերի մեջ մտնում է գերիների վերադարձը։ Գերիների վերադարձը Ադրբեջանից է։ Պարոն Ռուբինյան, իսկ հնարավոր է երրորդ երկրների հետ սահմանի բացումը զուգորդվի առհասարակ հայ-թուրքական սահմանի բացմամբ, թե ամեն դեպքում այս process-ը ենթադրվում է կամ տրամաբանությունը շարունակվելու է այս փուլային տարբերակով բանակցություններից։ Մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ հենց վաղը եւ հաստատված դիվանագիտական հարաբերությունները հենց վաղ է եւ այս առումով մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն 2022 թվականին ձեռք բերված երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտներ գրող անձանց համասահման բացելու վերաբերյալ եւ հույս ունենք, որ շուտապույտ Ես նկատի ունեի բանակցային թեմայով ես թվում է բավարար պատասխան։ Պարոն Ռուբինյան, դուք որ ասում եք այս պահին չխոսեք, այսինքն ես նկատների Թուրքիայի հետ կա պայմանավորվածություն, որ չէ, մի րոպե լսեք մինչև այդ, որ սահմանը որ օրը բացի, հենց այդ օրը միաժամանակ անեք հայտարարություն։ Չէ, նման տեխնիկական քննարկում չի եղել։ Իսկ ինչպես եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիայից ամեն դեպքում շարունակում են կապել երկու process-ները, հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը, հայ-թուրքականի հետ։ Սա շարունակում է նշանակել, որ ամեն դեպքում վերջնական բացումը հայ-թուրքական սահմանի զուգորդվելու է հայ-ադրբեջանական ամբողջական կարգավորումը։ Այդ առումով եւս մեր դիրքորոշման մեջ բան չի փոխվել, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը տարբեր գործընթացներ են, բայց բնականաբար քանի որ նույն տարածաշրջանում են, կարող են փոխազդել միմյանց վրա եւ մենք կարծում ենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթաց է, ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։ Բացի դա, չենք կարող նաեւ չնկատել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ երկաթգծի առնվազն մասնակի ապաշրջափակումը եւ այսպես շարունակ եւ ընդհանուր առմամբ կարծում եմ գործընթացները բոլորը դրական ուղղությամբ են գնում եւ որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք եւ որոշ արդյունքներ կտեսնենք։ Իսկ դա նպաստեց պարոն Ռուբինյան, որ Թուրքիան սկսի քայլեր անել, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորումը նպաստեց, որ թուրքական կողմն էլ սկսի տեղից շարժել են process-ը, որ արդեն 3 տարից ավելի։ Չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում է։ Պարոն Ռուբինյան, Իրանում տեղի ունեցողում որ սցենարի դեպքում մի հատ հարցնեմ դրանք շարունակելու։ Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում կարող է Իրանում հիմա տեղի ունեցողի հետ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր այդ բոլոր ծրագրերին կսպառնա եւ առհասարակ Հայաստանի անվտանգության կսպառնա։ Իրանի հետ գործընթացների հետ կապված գիտեք, որ մեզ
Մեզ պետք է մենք հետաքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի եւ հույս ունենք այդպես էլ կլինի եւ այդպես էլ կա, իսկ մեր այսինքն ծրագրերի հետ կապված որևէ դեպքում էլ որևէ սպառնալիք չի լինի։ Պարոն Ռուբինյան, Թրամփի եկնողու հետ կապված, քանի որ